Թոքերից պայթող պոպկորնի ձայն է լսվում, այդ պատճառով էլ վեյփ ծխելու հետևանքով առաջացող նոր հիվանդությունը էվալ է, նաև պոպկորնային անվանումն է ստացել։ Սա վտանգավոր հիվանդություն է, զգուշացնում են մասնագետները։ Էվալին առաջացել է այն դեպքերում, երբ որ նիկոտինի յուղը փոխարինվել է կանաբիսի յուղով, այսինքն կանաբիսի ածանցալը եւ վիտամին J-ի ացետատը, որը կանաբիսի մեջ է, դա է վնասում թոքին։ Անկանոն չոր խեղդող հազինոպաներ, դժվարացած շնչառություն, ցավ կրծքավանդակում, դող, աղեստամոքսային համակարգի խանգարում, մասնավորապես սրտխառնոց։ Սրանք են էվալի ազդակները։ Ի դեպ, բժիշկը հատուկ ընդգծում է, եթե օրգանիզմում միաժամանակ այլ վարակ կամ մրսածություն չկա, ապա հիվանդները մեծամասամբ չեն ջերմում։ Սուղերի վրա եւ շիշողության վրա եւ մտավոր աշխատանքի վրա բացասական ազդեցություն կլինի, թուլանում է ընկալողականության ռեակցիաները, թուլանում են մտածելու եւ տարբեր մտավոր աշխատանք, նոր նյութի ուսումնասիրություն եւ այլ թուլանում է այդ հմտությունները։ Էվալի ախտորոշման դեպքում բուժառուների գրեթե 100%-ին պարտադիր հոսպիտալացնում են, թոքերն արհեստական օդափոխում։ Միայն օրգանային բուժումը պահանջում, մենք երկար չենթարկվի բուժման ու երկար մարդը այսպես տարապի չնայ, կան դեպքեր, երբ որ ֆիքսել են, որ առանց որևէ միջամտության այն սիգարետի թողնելուց հետո կամ հիվանդությունը լիարժեք լավացել է։ Հրաժարվելու դեպքում առողջությունը հնարավոր է վերականգնվել։ Էվալի հիվանդությունն ի դեպ առավել հաճախ ավելի քան 70% դեպքերում տղամարդկանց մոտ է ախտորոշվում։ Միջին տարիքն էլ 24-ն է, 15%-ը մինչև 18 տարեկաններն են, 37%-ը 18-ից 24։ Մասնագետները հերթական անգամ արձանագրում են, ինչպես ավանդական, այնպես էլ փոխարինող ծխախոտային արտադրատեսակների կիրառումը միայն ավելանում է։ Երկրորդը հենց երիտասարդների շրջանում մեծ թափով անհանգստացնող է։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։